filmé en direct. 2026 թվականը սկսվեց կլիմայական ցնցումների շարքով։ Ցրտահարությունները, ձյան տեղումները, ֆոտորկային ուշքնությամբ քամիները եւ ջրեղեղները ավերեցին երկրները։ Ծանոթ սցենարները դադարեցին կիրառվել եւ այս թողարկման մեջ դուք կտեսնեք, թե ինչպես սովորական եղանակը կարող է ակնթարթորեն վերածվել արտակարգ իրավիճակի։ Ռուսաստան։ Ընթացիկ ձմեռը Կամչատկայի համար դարձել է ամենածանրներից մեկը վերջին տասնամյակների ընթացքում եւ իրականում վերածվել է երկարատև ձյան շրջափակման։ Արդեն 2025 թվականի դեկտեմբերին իրավիճակը սկսեց դուրս գալ նորմայի սահմաններից։ Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքում մեկ ամսում տեղաց ավելի քան 3 ամսվա տեղումների նորման։ 2026 թվականի հունվարին ձյունը միայն ուժգնացավ։ Սկսած ամսի 13-ից մարզի մայրաքաղաքում ընդամենը 4 օրում տեղաց ավելի քան 1 ամսվա տեղումների նորման։ Պետրոպավլովսկ-Կամչատսկի օդերևութաբանական կայանում ձյան շերտը հասել է 171 սանտիմետրի, իսկ քաղաքի եւ արվարձանների որոշ հատվածներում ձյան շերտը գերազանցել է 2.5 մետրը։ Նույնիսկ արբանյակային պատկերներում Կամչատկայի երկրամասի մայրաքաղաքը գրեթե ամբողջությամբ թաքնված է ձյան ֆիտ շերտի տակ։ Այսպիսի ձյունառատ ձմեռ մարզում չէր եղել ավելի քան 50 տարվա ընթացքում։ Փոթորկին ուղեկցում էին չափազանց ուժեղ քամիներ, որոնք տեղ-տեղ գերազանցում էին ժամում 100 կմ արագությունը, ինչի հետևանքով ձյունը ոչ միայն կուտակվեց, այլև մի քանի հարկ բարձրությամբ խիտ ձյան բլուրներ առաջացան շենքերի առաջ։ Մարդիկ դուրս էին գալիս իրենց տներից, ուղիղ սուզվելով ձյան կույտերի մեջ։ Ստորին հարկերի դռներն ու պատուհանները չէին դիմանում ձյան ճնշմանը։ Ճանապարհները փակվեցին, դպրոցները չեղարկվեցին, հասարակական տրանսպորտը դադարեցվեց եւ քաղաքի ենթակառուցվածքները փլուզվեցին։ Տեղացիները նշում են, որ եղանակի կանխատեսումները ոչ մի կերպ չեն նախապատրաստել իրենց տեղի ունեցածին։ Հավատալով, որ պետք է մի քանի ժամ սպասել փոթորկի ավարտին կամ առավելագույնը բաց թողնել աշխատանքը, շատերը 5 օր հայտնվեցին իրենց տներում փակված, առանց սննդի պաշարների։ Որոշ շրջաններում էլեկտրաէներգիան անջատվեց։ Մասնավոր հատվածի շենքերը, որտեղ տների մեծ մասը ջեռուցվում է էլեկտրաէներգիայով, մի քանի ժամվա ընթացքում սառեցին։ Փոթորիկը հանգեցրեց զոհերի։ 2 տարեց տղամարդ մահացան տանիքներից իջնող ձնահյուսերի պատճառով։ Նրանցից մեկին դուրս բերեցին ձյան շերտի տակից, բայց չմաքրված փողոցների պատճառով շտապօգնության մեքենաները ուշ ժամանեցին ու տուժածին չկարողացան փրկել։ Այս միջադեպերից հետո քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն եւ ձնահյուսի վտանգի մասին։ Փրկարարական ծառայությունները ֆիզիկապես անկարող էին արձագանքել բոլոր կանչերին, եւ մարդիկ միավորվեցին ինքնուրույն փորելու տները, օգնելու տարեց հարևաններին եւ նրանց հիվանդանոցներ տեղափոխելու համար։ Բնակիչներն ասում են, որ միայն քաղաքի ամբողջական մաքրումից հետո պարզ կդառնա միայնակ տարեց բնակիչների թիվը, ովքեր չեն կարողացել գոյատևել այս ձյունառատ շաբաթում։ Чуть-чуть. Как мне идет? Поземка. Вон смотрю. Европа. Ah, ils enculent les bagnoles! La chaussée est bien trop glissante. Հունվարի 6-ին Եվրոպան հայտնվեց ուժեղ ձմեռային փոթորկի ջիրաններում։ Ֆրանսիայում սառցակալած ճանապարհները եւ առատ ձյունը մի շարք վթարների պատճառ դարձան, որոնց հետևանքով 5 մարդ զոհվեց։ Նիդերլանդներում KLM ընկերությունը չեղարկեց ավելի քան 1000 չվերթ ինքնաթիռների սառույցը հալեցնելու համար նախատեսված հակասառեցուցիչի պակասի պատճառով, ինչը տերմինալներում առաջացրեց քաոս եւ ժամերով հերթեր։ Բալկաններում առատ ձյան եւ տեղատարապ անձրևների համադրությունը հանգեցրեց ջրհեղեղների եւ էլեկտրաէներգիայի անջատումների։ Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայևոյում մոտ 40 սանտիմետր ձյուն տեղաց, որը բազմաթիվ ծառեր տապալեց։ Իսկ Խորվաթիայում գրանցվել են ուժեղ քամիներ մինչև 144 կմ/ժ արագությամբ պորտկումներով։ Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանը հասել է -12.5 աստիճան Ցելսիուսի, ինչի հետևանքով փակվել են հարյուրավոր դպրոցներ եւ խաթարվել է երկաթուղային եւ ճանապարհային տրանսպորտը։ Հյուսիսային Իտալիայում գրանցվել է 0-ից ցածր ջերմաստիճան։ Ձյուն է տեղացել հարթավայրերում գտնվող բազմաթիվ քաղաքներում, այդ թվում Բոլոնիայում։
Հռոմում առատ անձրևների պատճառով Տիբեր գետի մակարդակը բարձրացել է, իսկ այգիներում ծառերը տապալվել են գերխոնավ հողի պատճառով։ Իսպանիայում ձյան և ցրտի պատճառով դադարեցվել է Մադրիդի մոտակայքում գտնվող մերձքաղաքային գծով գնացքների շարժումը և խաթարվել է ավելի քան 40 ճանապարհների երթևեկությունը։ Հունաստանի հյուսիս-արևմուտքում ձմեռային փոթորիկը ուղեկցվել է ավերիչ տորնադոյով։ Տասնյակ ծառեր արմատախիլ են արվել, իսկ թռչնաբուծարանը ոչնչացվել է, սպանելով մոտավորապես 30,000 թռչուն։ Վնասվել է նաև ռազմական բազան։ Հունվարի 8-ին Գորետի փոթորիկը հարվածեց Եվրոպային։ Ամենաշատը տուժեց Ֆրանսիան։ Բարֆլյոր քաղաքում քամու պոռթկումները հասան ժամում 213 կիլոմետրի։ Մոտ 380,000 տուն մնաց առանց էլեկտրաէներգիայի, հազարավոր ծառեր տապալվեցին, իսկ ափամերձ քաղաքները, այդ թվում Էտրետան և Ֆեկամը, ջրհեղեղի ենթարկվեցին։ Դիեպի նավահանգիստը փակվեց փոթորկի ալիքի պատճառով։ Մեծ թվով զոհերից հնարավոր եղավ խուսափել, քանի որ փոթորիկը հարվածեց ուշ գիշերին, երբ մարդիկ տանն էին։ Մեծ Բրիտանիայում Գորետիի պատճառով քամու պոռթկումները հասան ժամում 160 կիլոմետրի։ Արդյունքում 57,000 տուն մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Սուրբ Միքայելի լեռան կղզում փոթորիկը տապալեց ծառերի գրեթե 80%-ը։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվեց ամբողջ երկրում, և Հիթրոու օդանավակայանում չեղարկվեց մոտ 70 չվերթ։ Մեկ մարդ մահացավ, երբ ծառը ընկավ նրա միկրոավտոբուսի վրա։ Ձմեռային փոթորիկը կաթվածահար արեց Գերմանիան, առատ ձյան և ձնափքի պատճառով։ Երկրի հյուսիսում միջքաղաքային երկաթուղային երթևեկությունը լիովին կանգ առավ, իսկ Հանովերի գլխավոր տրանսպորտային հանգույցը փակվեց։ Կիլոմետրանոց խցանումներ առաջացան բեռնատարների պատճառով։ Բավարիայում սառցակալած ճանապարհներին տեղի ունեցած վթարների հետևանքով 3 մարդ մահացավ։ Փոթորիկը հանգեցրեց Էմդենում գտնվող Volkswagen գործարանի փակմանը։ Հիվանդանոցները, մասնավորապես Համբուրգում, հայտնել են վնասվածք ստացած հիվանդների թվի կտրուկ աճի մասին։ Բելգիայում փոթորիկը հանգեցրեց հարյուրավոր շտապ օգնության կանչերի, ընկած ծառերի պատճառով։ Քամու արագությունը հասավ ժամում 100 կիլոմետրի։ Սերբիայում որոշ շրջաններ մի քանի օր մնացին առանց էլեկտրաէներգիայի։ Հունգարիայում լեռնային հովտում ջերմաստիճանը իջավ գրեթե -33 աստիճան Ցելսիուսի։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ձյունը կաթվածահար արեց երթևեկությունը։ Իսկ Ռումինիայում մոտ 4000 տուն մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Հունվարի 10-ին աննախադեպ փոթորիկը, որը հասնում էր ժամում 154,5 կիլոմետր արագության, հանկարծակի հարվածեց Հունաստանի Ալեքսանդրուպոլիս համայնքին Եգեյան ծովից ներխուժող ամպրոպի ճակատի ժամանակ։ Այն տևեց ընդամենը մի քանի րոպե, բայց թողեց ավերածություններ։ Քամին կոտրեց և արմատախիլ արեց հսկայական ծառերը, վնասներ պատճառելով տրանսպորտային միջոցներին և փակելով գրեթե բոլոր քաղաքային այգիները։ Քաղաքի ափամերձ տարածքում ապակե պատուհանները կոտրվեցին, իսկ շենքերի կառույցները ավերվեցին։ Մի սրճարանում հաճախորդները խուճապի էին մատնվել և ապաստան էին փնտրում, քանի որ փոթորիկը մոլեգնում էր ներսում։ Նավերը լրջորեն վնասվեցին, որոնցից շատերը բառացիորեն դուրս շպրտվեցին ծանծաղուտ։ Դեմոկրիտոս օդանավակայանում քամին վնասեց 3 ուսումնական ինքնաթիռ։ Այս երևույթը առաջացել էր ամպրոպի ճակատից եկող հզոր վայրընթաց հոսանքներից, որոնք հայտնի են որպես միկրոպոռթկումներ։ Մասնագետները նաև նշեցին, որ երևույթը տեղայնացված էր և չափազանց դժվար կանխատեսելի։ Ευτυχώς δεν έχουμε ζημιές σε αγροτικές επιχειρήσεις. Αυτό το φαινόμενο και έχουμε μόνο σε εμπορικές. Είναι στο... Հունվարի 20-ին Եվրոպային հարվածեց մեկ այլ հզոր փոթորիկ՝ միջերկրածովյան Գարիկ ցիկլոնը։ Այն հարվածեց Իտալիայի հարավին, ազդելով Կալաբրիայի մայրցամաքային մասի, ինչպես նաև Սիցիլիա և Սարդինիա կղզիների վրա։ Հսկայական ջրհեղեղների, սողանքների և ավերածությունների մասին հաղորդվել է ինչպես ափամերձ, այնպես էլ ցամաքային շրջաններում։ Ջուրը ողողել է փողոցները, մեքենաները և շենքերի առաջին հարկերը, և մարդիկ տարհանվել են նավակներով։ Իրավիճակը հատկապես ծանր էր Սիցիլիայի Կատանիա և Կալաբրիայի Կատանձարո քաղաքներում, որտեղ ջրհեղեղներն ու ենթակառուցվածքների վնասը հասել են գագաթնակետին։ Միայն Սիցիլիայում փոթորկի վնասը, նախնական գնահատականներով, գերազանցել է 1 միլիարդ եվրոն։
Հոնյական ծովի ափին փոթորիկը առաջացրել է մինչև 10 մետր բարձրությամբ ալիքներ։ Դրանք ոչնչացրել են ամբարտակները, վնասել նավահանգիստները եւ խորտակել ձկնորսական նավերը, մինչդեռ Սանտա Թերեզա դի Ռիվա համայնքում ոչնչացվել է ափամերձ ճանապարհի մի հատված։ Սիցիլիայի նեղուցում գրանցվել է 16 մետր բարձրությամբ ալիք, միջերկրական ծովում երբևէ գրանցված ամենաբարձրը։ Փոթորիկը ուղեկցվել է ուժեղ անձրևներով։ Սան Սոստենե համայնքում 72 ժամվա ընթացքում տեղացել են գրեթե 570 մմ տեղումներ, ինչը գերազանցել է 6-ամսյա տեղումների միջին ցուցանիշը եւ հանգեցրել է հանկարծակի ջրհեղեղների եւ սողանքների։ Փոքր կղզիներ տանող լաստանավային ծառայությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, իսկ որոշ բնակավայրեր մեկուսացվել են։ Մալթայում ցիկլոնը լուրջ տրանսպորտային խափանումներ եւ ափամերձ տարածքների վնասներ է առաջացրել, մասնավորապես կղզու հարավում։ Արեգակնային ակտիվություն։ Հունվարի 18-ին Արեգակի վրա տեղի ունեցավ հզոր X1 ու 9 դասի արեգակնային բռնկումը, որը ընդունված դասակարգման համաձայն ամենահզորներից մեկն է։ Իրադարձությունն ուղեկցվում էր պսակային զանգվածի լիցքավորված պլազմայի եւ մագնիսական դաշտերի ամպի արտանետմամբ, որը ուղղված էր դեպի երկիր։ Հունվարի 19-ին այն հասավ երկրի մագնիսոլորտ եւ առաջացրեց ուժեղ գեոմագնիսական փոթորիկ։ Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տվյալներով փոթորիկը հասել է G4 ցուցանիշի, որը հզորությամբ 4-րդն է 5 հնարավոր կատեգորիաներից։ Նման փոթորիկները կարող են խափանել արբանյակային համակարգերը, ռադիոկապը եւ նավիգացիան, մեծացնել ցածր ուղեծրերում գտնվող արբանյակների համար մթնոլորտային դիմադրությունը եւ ծանրաբեռնել էլեկտրական ցանցերը։ Միևնույն ժամանակ գրանցվել է S4 մագնիտուդով արեգակնային ճառագայթային փոթորիկ։ Այս իրադարձությունը համարվում է 21-րդ դարի ամենահազվագյուտ եւ ամենահզոր իրադարձություններից մեկը։ Ռադիացիոն փոթորիկները մեծ ռիսկ են ներկայացնում արբանյակային էլեկտրոնիկայի, տիեզերագնացների եւ բևեռային երթուղիներով թռչող ինքնաթիռների համար։ Գեոմագնիսական փոթորկի ամենաերևացող հետևանքներից մեկը հյուսիսային կիսագնդում դիտարկված բևեռափայլն էր, որը դիտվել է հյուսիսային կիսագնդում 2 գիշերվա ընթացքում, նորմայից զգալիորեն հարավ լայնություններում։ Բևեռափայլերի մասին հաղորդվել է Եվրոպայից, այդ թվում Ֆրանսիայից, Իսպանիայից, Հարավային Պորտուգալիայից եւ Միացյալ Նահանգների կենտրոնական մասից։ Արևային ծայրահեղ ակտիվության նման միաժամանակյա դրսևորումները չափազանց հազվադեպ են։ Հարավային Ամերիկա։ Հունվարի սկզբին Հարավային Ամերիկայում եղանակը, որտեղ ամառը ներկայումս լիարժեք ընթացքի մեջ է, կարծես թե շուռ է եկել։ Հունվարի 4-ից սկսած Բրազիլիայի հարավում, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար շոգ է, հաստատվեց անսովոր ցուրտ եղանակ։ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 70 քաղաքներում գրանցվել է 10 աստիճան Ցելսիուսից ցածր նվազագույն ջերմաստիճան։ Կամպոս դե Սիմա դա Սերա տարածքում ջերմաստիճանը նվազել է մինչև 1.5 աստիճան Ցելսիուս, իսկ շրջակա տարածքը ծածկվել է սառնամանիքով, ինչը խիստ անսովոր է ամռան գագաթնակետին։ Միևնույն ժամանակ Չիլիում ընդհակառակը գրանցվեց ամբնական բարձր ջերմաստիճան, հասնելով 42 աստիճան Ցելսիուսի։ Այս շոկը ուժեղ փոփոխական քամիները եւ տասնամյակ տևած երաշտը հանգեցրին զանգվածային անտառային հրդեհների։ Հունվարի 16-ին Բիոբլիո եւ Նուբլեի շրջանների հազարավոր մարդիկ ստիպված եղան տարանվել հրդեհի արագ տարածումից մի քանի ժամ անց։ Ամենածայրահեղ իրավիճակը ստեղծվեց Պենկո համայնքում։ Ժամը 2:30-ին հրդեհը դուրս եկավ վերահսկողությունից, ստեղծելով հրդեհային փոթորիկ, որը բառացիորեն կլանեց տները։ Աղետը հասավ աննախադեպ չափերի։ Կրակը հասավ ծով, ինչը տեղի բնակիչների խոսքով երբեք տեղի չէր ունեցել։ 50,000-ից ավելի մարդ տարանվեց, իսկ 1000-ից ավելի մարդ ապաստան գտավ ժամանակավոր կացարաններում։ Մի ականատես պատմել է, որ ծուխը այնքան թունավոր էր, որ մարդիկ շտապ լքեցին իրենց տները, միայն իրենց հագի հագուստով։ Եթե նրանք նույնիսկ 20 րոպե ուշանային, կարող էին ողջ այրվել։ Բայց կային նաև այնպիսիք, ովքեր որոշեցին մնալ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար։ Ոմանք կորցրեցին իրենց կյանքը։ Այս տարածաշրջանում մարդիկ ապրում են սերտորեն կապված համայնքներում եւ լավ են ճանաչում միմյանց, ուստի յուրաքանչյուր կորուստ հատկապես ցավալի է զգացվում։ Հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ։
Վնասվել է նաև ռազմավարական առումով կարևոր ափամերձ Լիրկեն գյուղը, որը տարածաշրջանի գլխավոր նավահանգիստներից մեկն է, եւ մեծ Կոնսեպսիոնը Բիոբիոյի մնացած մասի հետ կապող կարևոր տրանսպորտային հանգույցը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 50,000 հեկտար անտառ, գյուղատնտեսական հողեր եւ տնկարկներ, եւ մոտ 2,000 շենք ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացվել է։ Ընթացիկ հրդեհային սեզոնի առանձնահատկությունը այրված տարածքի մեծությունն է։ Այն գրեթե եռապատկվել է, չնայած այն հանգամանքին, որ հրդեհների թիվը մնում է նորմայի սահմաններում եւ նույնիսկ միջինից ցածր։ Սա նշանակում է, որ քիչ հրդեհների ավելի փոքր թիվը առաջացնում է շատ ավելի մեծ վնասներ։ Մի միտում, որը գնալով ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում անտառային հրդեհների սեզոնների ընթացքում։ Հունվարի 12-ին առնվազն 5 մետր բարձրությամբ հսկայական ալիքը հանկարծակի հարվածեց Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Ատլանտյան օվկիանոսի ափին։ Մինչ այդ հանգիստ ծովը հանկարծակի մի քանի րոպեով նահանջեց, ապա ուժգին հարվածեց ափին։ Այդ ժամանակ եղանակը չափազանց շոգ էր, իսկ լողափերը լեփ-լեցուն։ Ալիքը տարավ լողորդներին, ինչպես նաև հովանոցները, շեզլոնգներն ու լողափային վրանները։ Փրկարարները ֆիզիկապես անկարող էին օգնել բոլոր վտանգի մեջ գտնվողներին։ Սանտա Կլարա դել Մար քաղաքում ալիքը մի տղամարդու նետեց ժայռերի վրա։ Ցավոք, նա մահացավ։ 35 մարդ վիրավորվեց։ Մասնագետները այս երևույթը դասակարգեցին որպես օդերևութաբանական ցունամի, ծովի մակարդակի արագ եւ անոմալ տատանում, որը նման է ցունամիի, բայց տեղի է ունենում առանց երկրաշարժերի, պայմանավորված մթնոլորտային խանգարումներով, ինչպիսիք են ճնշման հանկարծակի փոփոխությունը, ուժեղ փոթորիկը կամ օվկիանոսի վրայով արագ շարժվող սառը ճակատը։ Օրինակ, Մար դել Պլատայի նավահանգստում ալիքի հարվածից առաջ ծովի մակարդակը կտրուկ իջավ 45 սանտիմետրով, որին հաջորդեց գրեթե 90 սանտիմետրով բարձրացումը։ Հարկ է նշել, որ օդերևութաբանական ցունամիները գործնականում անկանխատեսելի են, ինչը դրանք դարձնում է չափազանց վտանգավոր։ Ավստրալիա։ Հունվարի 15-ին Վիկտորիայի հարավ-արևմուտքում տեղացած տեղատարապ անձրևները հեղեղումներ առաջացրին։ 6 ժամվա ընթացքում տեղաց ավելի քան 175 մմ անձրև, իսկ Մաունտ Քոլյում գրանցվեց ավելի քան 180 մմ, սահմանելով նոր օրական ռեկորդ։ Գետերը անմիջապես դուրս եկան ափերից։ Հեղեղաջրերը քշեցին մեքենաները, տասնյակ մեքենաներ տանելով օվկիանոս։ Մարդիկ մնացին ափամերձ քաղաքներում արգելափակված։ Մոտ 400 բնակիչ և զբոսաշրջիկ տարհանվեց ցածրադիր վայրերից և ճամբարներից։ Երկու տղամարդու հնարավոր եղավ փրկել միայն օդային ճանապարհով։ Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակների մասին SMS հաղորդագրությունները ստացվեցին զգալիորեն ուշ, տարհանման ավարտից 30 րոպե անց։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտարարեցին, որ երբեք նման ծավալի անձրևներ չեն եղել։ Ջրհեղեղների, սողանքների և ճանապարհների վնասման պատճառով փակվեց զբոսաշրջային տեսարժան վայր հանդիսացող մեծ օվկիանոսի ճանապարհը։ Տեղի բնակիչները այս ջրհեղեղը անվանեցին տարածաշրջանի պատմության մեջ ամենավատը և խոստովանեցին, որ աղետը իրենց անակնկալի բերեց։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ տարածաշրջանում մոլեգնում էին անտառային հրդեհները, և տարանման ծրագրերը մշակվել էին միայն հրդեհի սպառնալիքի համար, բայց ոչ ջրի հանկարծակի հոսքի համար։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Հունվարի 13-ին երկարատև անձրևներից հետո հյուսիսային Կիվու նահանգում տեղի ունեցավ խոշոր սողանք։ Աղետը տեղի ունեցավ գիշերը և անակնկալի բերեց բնակիչներին, երբ նրանց մեծ մասը քնած էր։ Ցեխի և բեկորների հոսքերը իջան գյուղի վրա, սրբելով իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Տասնյակ տներ ամբողջությամբ ավերվեցին կամ թաղվեցին հողի տակ։ Շրջանը մատակարարելու համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի մի հատված նույնպես փակվեց։ Սա զգալիորեն բարդացրեց փրկարարական գործողությունները և տուժածներին օգնություն հասցնելը։ Արդյունքում 28 մարդ զոհվեց, ևս 20-ը վիրավորվեց։ Տասնյակ ընտանիքներ մնացին անօթևան։
Նախկինում սպասվում էր, որ հանկարծակի եղանակային իրադարձությունները կտեղավորվեն հստակ սահմանված շրջանակներում, օրինակ, անձրևը կարող է հանգեցնել արագ ջրհեղեղների, սակայն գործընթացներն իրենք մնում էին կանխատեսելի։ Այժմ իրավիճակը փոխվել է, սցենարները այլևս չեն համապատասխանում սպասումներին։ Հիշեք, Ավստրալիայում նրանք պատրաստվում էին անտառային հրթիռների, բայց եղան ջրհեղեղներ։ Արգենտինայում մարդիկ հանգստանում էին լողափում, բայց նրանց տարավ անոմալ ալիքը։ Կամչատկայում նրանք սպասում էին սեզոնային փոթորկի, բայց ստացան բազմօրյա ձյան շրջափակում։ Ամռան կեսին Բրազիլիայում հանկարծակի վրա հասավ ձմեռային ցուրտը։ Սրանք այլևս մեկուսացված, հազվագյուտ անոմալիաներ չեն, այլ կայուն միտում։ Այժմ անցումը սովորական եղանակից արտակարգ իրավիճակի կրճատվում է մինչև ժամեր կամ նույնիսկ րոպեներ, ինչը մարդկանց լիովին անպաշտպան է թողնում տարերքների դիմաց։ Եվ պատճառը այլևս ոչ թե կանխատեսումների սխալներն են, այլ այն, որ կանխատեսողները պարզապես չեն կարողանում համընթաց քայլել չափազանց արագ եւ սովորական սցենարներից դուրս զարգացող գործընթացների հետ։ Մարդկությունը դժվար ժամանակներ է ապրում։ Բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է։ Չկա հույս, որ կատակլիզմները կդադարեն ինքնուրույն։ Առանց նպատակաուղղված գործողությունների դրանց հաճախականությունը եւ կործանարար ուժը միայն կաճի։ Մարդկությունն արդեն իսկ հնարավորություն ունի վերացնելու հիմնարար գործոններից մեկի ազդեցությունը, որը ոչ միայն սրում է բնական աղետները, այլև սպառնում է կյանքին ողջ մոլորակի վրա։ Մենք խոսում ենք միկրո եւ նանոպլաստիկի մասին։ Դրան էլեկտրաստատիկ լիցք կուտակելու եւ պահելու հնարավորությունից զրկելը մեր միակ հնարավորությունն է այս ծայրահեղ գործընթացների սրումը դանդաղեցնելու համար։ Անգործության յուրաքանչյուր օրը նշանակում է բաց թողնված հնարավորություններ եւ կործանված կյանքեր։ Հետևաբար հիմա ավելի քան երբևէ յուրաքանչյուր անհատի ընտրությունը, ճշմարտությունը եւ գործողությունը կարեւոր են։ Ժամանակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները ողջ մարդկության գոյատևման համար։